Բարև ձեզ Armenpress podcast-ի հարգելի հետևորդներ, այսօր անդրադառնալու ենք հեռավար աշխատանքին եւ դրա առանձնահատկություններին։ Թեմայի շուրջ զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի հետ։ Բարև ձեզ, Քոչարյան, շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Կխնդրեի ներկայացնել, թե ինչ նպատակով հեռավար աշխատանքը տեղ գտավ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում իր կարգավորումներով, ինչ նպատակ էր հետապնդում եւ ինչպես առաջացավ դրա անհրաժեշտությունը։ Երևի կհիշեք, որ համավարակի ժամանակ, երբ որ աշխատանքի չենք կարողանում դուրս գալ, մեծ մասը ՀՀ քաղաքացիների սահմանափակում կար տեղաշարժման, առաջացավ անհրաժեշտություն ունենալ կարգավորում հեռավար աշխատանքի վերաբերյալ, ոչ միայն խիստ սահմանափակումների ընթացքում, այլ նաև հետագայում որոշակի ռիսկի խմբերի անձանց համար եւ տարիքով պայմանավորված եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար աշխատանքի գնալը նաև ռիսկային էր, վարակման դեպքում իրենք ավելի ծանր էին տանում հիվանդությունը, այդպիսի վիճակագրություն կար եւ մտավ կարգավորում արտակարգ իրավիճակներում նման հատկապես առողջապահական արտակարգ իրավիճակներում ունենալ հնարավորություն հեռավար աշխատանքի։ Հետագայում փորձը ցույց տվեց, որ շատ արդյունավետ էր եւ իրականում աշխատանքի արդյունավետությունը հեռավար աշխատանք իրականացնելուց որոշակի ոլորտներում հատկապես կարող է չտուժել եւ նաեւ ինտերնետ հասանելիությունը, քանի որ համատարած է Հայաստանում եւ եթե տանը կա համակարգիչ, միանալ որոշակի ցանցային հարթակներին եւ աշխատանքը իրականացնել տնից լիովին հնարավոր է, կարգավորումը մտավ աշխատանքային օրենսգիրք եւ հիմա լայնորեն կիրառվում է։ Միայն համավարակով պայմանավորված դեպքերում է, որ հեռավար աշխատանքի մասին այդ կարգավորումները գործում են, թե կան նաեւ այլ ճգնաժամային իրավիճակներ, որոնց կարող ենք նշել։ Կդժվարանամ հիմա թվարկել բոլոր ճգնաժամային իրավիճակները, բայց ինձ թվում է ցանկացած արտակարգ իրավիճակում, եթե օրինակ փողոց դուրս գալը վտանգավոր է կամ եղանակային պայմաններն են այնպիսին, որ ցանկալի չի դուրս գալ եւ թեկուզ մեքենայով կամ տրանսպորտով տեղաշարժվել, այդ դեպքում այս կարգավորումը կարող է օգնել, որպեսզի կազմակերպությունը իր աշխատանքը արդյունավետ կազմակերպի եւ չունենա ֆինանսական կորուստներ։ Վերջին շրջանում կարգավորումներում որոշ փոփոխություններ, առանձնահատկություններ մտցվեցին, որոնք են դրանք եւ ինչով էր պայմանավորված։ Հիմնական կարգավորումը աշխատանքային օրենսգրքում հետևյալն է, որ հեռավար աշխատանքը հնարավոր է կազմակերպել եւ մի կարևոր կարգավորում կա, որ մանրամասները, թե ինչպես կազմակերպությունը ինչ ձև ընտրի իր աշխատակիցների համար հեռավար աշխատանքի, կարող են կարգավորվել արդեն ներքին կարգապահական կանոններով կամ կոլեկտիվ պայմանագրերով։ Ցանկացած կազմակերպություն ինքը որոշում է արդեն ինչպես է կարգավորում հեռավար աշխատանքը, ինչպես է այն վերահսկում նաև, որքան է թույլատրելի, այսպես ասած, որքան է սահմանաչափը հեռավար աշխատանքի եւ այլն։ Արդյունքում այդ կարգավորումների ինչ է ակնկալվում, ինչ ազդեցություններ իրենք կարող էին ունենալ, որոնք կարող են այդ ոլորտը, այսպես ասած, կարգավորել։ Նախորդ հարցից մի բան ճշտեմ, որ շատ կարևոր դրույթ կա գործատուի եւ աշխատողի փոխադարձ համաձայնություն պիտի գործի։ Այսինքն անպայման պայմանագրում պիտի ֆիքսվի հեռավար աշխատանքի մասին դրույթ եւ երկու կողմերը պիտի ստորագրեն այս պայմանագրի տակ համաձայնելով հեռավար աշխատանքին, արդեն կարգավորումները կտրվի ներքին կարգապահական կանոններով։ Ինչ ազդեցություն ունի, նախ դեռևս 10 տարի առաջ արդեն շատ երկրներում այն ոլորտները, որոնք որ նախկինում վարձակալում էին մեծ տարածքներ աշխատակիցներին հարմար պայմաններ ստեղծելու համար, վճարում էին մեծ կոմունալ ծախսեր նաև ու աշխատակիցն էլ ինքը լոջիստիկ ոչ թե դժվարություններ, այն ինչ որ խնդիրներ ուներ այդ տարածք հասնելու համար։ Հիմա այս դեպքում երկու կողմն էլ շահում են։ Եթե ապարտադիր չի գտնվել մեծ օֆիսային տարածքում, գրասենյակային տարածքում, ապա այս ծախսը գործատուն այլևս չունի, կարող է ընդհանրապես ունենալ մեկ հանդիպումների
մեծ սրահ, որտեղ ամփոփ հանդիպումներ կանի եւ աշխատակիցն էլ ունի դժվարություն, լոջիստիկ դժվարություն այսպես ասենք խցանումներ, այո, ժամանակի կորուստ, գումարի ինչ որ ծախս մինչև գրասենյակային տարածք հասնի։ Եվ նաեւ հնարավորություն կա, օրինակ, օտար երկրացի փորձագետ ունենալ որպես աշխատակից, ունենալ այդ օտար երկրացու հետ աշխատանքային պայմանագիր, բայց այդ թանկարժեք, այսպես ասած, աշխատակիցը կամ կարևոր աշխատակիցը գտնվի իր բնակության երկրում եւ այնտեղից մատուցի ծառայություններ կամ իրականացնի աշխատանք։ Սա նաեւ բարձրացնում է կազմակերպության արդյունավետությունը եւ նաեւ եթե բիզնեսի մասին ենք խոսում, հատկապես մասնավոր ոլորտի մասին ենք խոսում, բարձրացնում է իրենց մրցունակությունը։ Ինչ պարտադիր պայմաններ պետք է ներառվեն հեռավար աշխատանքի վերաբերյալ պայմանագրում։ Պիտի ֆիքսվի այն ամեն ինչը, ինչ որ սովորական պայմանագրում ֆիքսում ենք, աշխատանքային պայմանագրում ֆիքսում ենք, թե որ ժամերին ենք աշխատում, արտաժամյա աշխատանքը ինչպես է իրականացվում, ինչ վարձատրություն կա աշխատանքի համար, ինչ հանգստի պայմաններ, քանի օր արձակուրդ եւ այլն, այն բոլոր դրույթները, իրավունքներն ու պարտականությունները, որ ֆիքսում ենք սովորական աշխատանքային պայմանագրում, դրանք պետք է գործեն նաեւ հեռավար աշխատանքի դեպքում։ Ինչպես է սահմանվում աշխատաժամանակը եւ վերահսկվում։ Եթե խոսենք սովորական 8 ժամյա աշխատանքի մասին, ապա աշխատաժամանակը նորից կարող է ֆիքսվել 8 ժամ, կարող է ֆիքսվել թե քանիսին է սկսվում աշխատանքը եւ քանիսին է ավարտվում։ Վերահսկողությունը հիմնականում նորից սահմանում են փոխադարձ համաձայնությամբ գործատուն եւ աշխատողը։ Ներքին կարգապահական կանոններով կարող են ֆիքսել ուղղակի, որ աշխատակիցը ցանկացած պահի, այդ 8 ժամվա ընթացքում պիտի հասանելի լինի, իր հասանելիությունը ապահովի, կամ արդեն կան կազմակերպություններ, որոնք ունեն հատուկ հարթակներ, եւ հարթակում երևում է, որ աշխատակիցը մտավ հարթակ, սկսեց աշխատել եւ երբ դուրս եկավ հարթակից, նաեւ երևում է, որ ինքը այլևս հարթակում ակտիվ չէ։ Սա եւս մեկ գործիք է, որ սովորաբար օգտագործում են հատկապես ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Գործիքակազմերը վերահսկման կրկին կարող են լինել հեռավար։ Այո։ Ինչ որ ձևաչափով։ Պարտադիր չի անձամբ վերահսկել, որ անձը աշխատում է, այլ դա հեռավար կազմակերպել։ Ինչ պետք է իմանան գործատուներն ու աշխատակիցները հեռավար աշխատանքի անցնելու դեպքում պարտադիր կերպով։ Աշխատակիցների տեսանկյունից նշեմ, որ այս հեռավար աշխատանքի դեպքում շատ կարևոր է իմանալ աշխատողին, որ իր անվտանգության եւ առողջությանը վնասող գործոնների ազդեցության պատասխանատվությունը այս դեպքում գործատուի վրա չի։ Եթե աշխատակիցը աշխատում է հեռավար, եթե մենք աշխատավայրում պատասխանատու ենք որպես գործատու աշխատողի անվտանգության համար, ապա այս դեպքում ոչ, իսկ սարքերի տրամադրումը, անհրաժեշտ պարագաների տրամադրումը նորից փոխադարձ քննարկելի են։ Գործատուն կարող է ապահովել եւ նշել պայմանագրում, որ ապահովում եմ օրինակ համակարգչով, վճարում եմ ինտերնետի համար եւ այլն, կամ կարող են փոխադարձ համաձայնել, որ դա աշխատակիցը իր կողմից է տրամադրում, կամ իր գործիքներով է աշխատում, այսպես ասեմ։ Այսինքն գործատուն ամեն դեպքում պարտադիր չէ ապահովի տեխնիկական միջոցներով կամ նման պարտավորություն սահմանված չի օրենքով։ Սա փոխադարձ համաձայնությամբ իրենք որոշում են։ Ինչ հիմնական իրավունքներ ու պարտականություններ ունեն եւ գործատուն եւ աշխատողը։ Իրավունքներ ու պարտականությունները նույնն են, բացի այս անվտանգության կտորից հիմնականում դրանք նույնն են, այսինքն եւ աշխատողը եւ գործատուն ունեն նույն իրավունքն ու պարտականությունները, ինչ որ կլիներ ոչ հեռավար աշխատանքի դեպքում, եւ կարգապահական խախտումներն ու տուժերը, որոնք սահմանված են օրենսգրքով, լրիվ նույնն են նորից եւ իրականացվում են նույն կարգով։ Նույնը վերաբերում է օրինակ մեր դեպքում առողջապահության համընդհանուր ապահովագրությանը, դրանցից այն նման սոցիալական փաթեթներից եւ այլն կարող է օգտվել հեռավար աշխատողը։ Իհարկե, այն բոլոր կարգավորումները, որ գործում են
սովորական պայմաններում աշխատանքի դեպքում, այսինքն ոչ հեռավար աշխատանքի դեպքում, դրանք բոլորը հասանելի են նաև հեռավար աշխատանք իրականացնողին, որտեղ դրանք կարգավորված են այլ օրենսդրությամբ եւ կիրառելի են բոլորի համար։ Այստեղ կարելի է ֆիքսել, որ փոխադարձ համաձայնություն ասելով մենք հասկանում ենք, որ փաստորեն աշխատողը չի կարող մի օր իր քմահաճույքով վեր կենալ եւ պահանջել հեռավար աշխատանք անցնելու համար պահանջներ ներկայացնել, այլ պետք է փոխադարձ բանակցությունների, գուցե համաձայնության այսպես արդյունքում Բացի փոխադարձ բանակցությունները, իհարկե դրանք էլ, եթե ընդհանրապես կարգավորում չունի կազմակերպությունը, փոխադարձ բանակցությունը լիովին տեղին է, բայց սովորաբար կազմակերպությունները արդեն իսկ ունենում են ներքին կարգապահական կանոններ եւ դրանում ամրագրում են, թե ինչպիսի պայմաններ եւ պահանջներ կան հեռավար աշխատանքի դեպքում։ Օրինակ կարող են սահմանել, որ գործատուի համաձայնությամբ կամ նախորոք այսքան ժամ առաջ զգուշացնելով աշխատակիցը կարող է անցնել հեռավար աշխատանքի, որքան է այն առավելագույն ժամանակահատվածը, որ օրերի քանակը, որ ինքը կարող է լինել հեռավար, եթե կազմակերպությունում պահանջվում է, որ ներկա լինի, ապա կարող են սահմանվել առավելագույն օրերի քանակ ամսվա ընթացքում, որ նա կարող է իրականացնել հեռավար աշխատանք։ Այս ճկունությունը իրականում տվել են գործատուին եւ աշխատակցին ինչի համար, որպեսզի այս ճկունությունը հնարավորություն տա օրինակ ընտանեկան խնդիրների կամ հատկապես կանանց, որոնք ունեն փոքրահասակ երեխաներ, հնարավորություն ունենալ բանակցել եւ անցնել որոշակի ժամանակ հեռավար աշխատանքի, հետո նորից վերադառնալ առկա տեղում աշխատանքի։ Այս հնարավորությունը տվել ենք արդեն քննարկել գործատուին եւ աշխատակցին իրար մեջ։ Իսկ աշխատավայրի ներքին կանոններում հեռավար աշխատանքի վերաբերյալ կանոնակարգերը ներառելը պարտադիր պայման է։ Քանի որ օրենսգրքում այս հնարավորությունը կա եւ աշխատակիցները իրավունք ունեն օգտվելու այս հնարավորությունից, ապա այո, պարտադիր է ներքին կարգապահական կանոններում այս մասին ունենալ դրույթ։ Ինչի եմ ասում պարտադիր է, որտեվ եթե ընդհանրապես հեռավար աշխատանք չի նախատեսում այդ աշխատանքի տեսակը, ապա դա եւս պետք է ֆիքսել, որ այս աշխատանքի դեպքում հեռավար աշխատանքը անհնար է։ Եվ ասենք մեր կազմակերպությունը հնարավորություն չունի հեռավար աշխատանքի։ Դա կարևոր է ֆիքսել նաև նրա համար, որ աշխատանքի ընդունվելուց ի սկզբանե աշխատակիցը իմանա, որ միշտ ներկա պիտի լինի աշխատավայրում, կա եթե բացակայում է, ապա համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում։ Ինչ գործիքակազմ է գործում հեռավար աշխատանքի դեպքում աշխատողի իրավունքները խախտելու դեպքում, այդ թվում նաև երբ աշխատողն է խախտում իր ստանձնած պարտավորությունները։ Իրավունքներն ու պարտականությունները բացարձակ նույնն են, եւ եթե աշխատողը չի կատարում իր պարտականությունները, ապա կարգապահական ուժերը սահմանված են օրենսգրքով, եւ եթե գործատուն է խախտում աշխատողի իրավունքները, ապա նորից օրենսգրքի համաձայն պատասխանատվություն է կրում դրա համար։ Այսինքն իրավունքների ու պարտականությունների առումով ոչ մի տարբերություն չկա առկա եւ հեռավար աշխատանքի։ Իսկ տարբերություն կա աշխատողը Հայաստանում է գտնվում, թե արտասահմանում կամ ասենք ինքը գտնվել է Հայաստանում, բայց հեռավար իր աշխատանքը, իր պարտականությունները կատարելով հանդերձ ինքը գտնվում է արտասահմանում, գնացել է ինչ-որ աշխատանքով նաև։ Եթե մենք օտար երկրացիների համար հնարավորություն ենք ստեղծել հեռավար աշխատել գտնվելով իրենց հիմնական բնակության երկրում կամ իրենց բնակավայրում, ապա ՀՀ քաղաքացի աշխատակցի համար եւս, եթե ինքը բուժման նպատակով գտնվում է արտերկրում, բայց ի վիճակի է իրականացնել իր աշխատանքը հեռավար, ապա այս հնարավորությունը նորից շեշտեն փոխադարձ համաձայնությամբ գործատուի հետ կարող է ֆիքսվել եւ ինքը կարող է հեռավար անել իր աշխատանքը այլ երկրից։ Այսինքն պայմանագրում հեռավար աշխատանքի վերաբերյալ պետք է, եթե աշխատողը այսպես կանխատեսում է, որ կարող է մեկնել արտասահման, օրինակ բուժման նպատակով, պետք է ֆիքսվի այդ պայմանագրում։ Պայմանագրում ամեն դեպքում հեռավար աշխատանքի կանոնները պիտի ֆիքսվեն։ Չի կարող աշխատակիցը մեկնել արտասահման, հետո գործատուին հայտնել,
որ ես գտնվում եմ մեզ ինչ վայրում, ապահովեք իմ հեռավար աշխատանքը։ Ի սկզբանե պիտի լինի փոխադարձ համաձայնություն, պիտի ֆիքսվի պայմանագրում, ինչ պայմաններով, ինչ ժամերի, ինչպես է իրականացվելու հեռավար աշխատանքը եւ այդ փոխադարձ համաձայնություն ունենալու դեպքում միայն հնարավոր է կազմակերպել հեռավար աշխատանքը։ Կարող են լինել ժամային տարբերություններ եւ այս դեպքում գործատուն պիտի համաձայնի թե ինչ ժամերի է աշխատակիցը միանում հեռավար աշխատանքին, ինչ հասանելիություն պիտի ունենա եւ այլն։ Այդ նման հասանելիություն իր պարտականությունները տեղին կատարելու պայմաններում հանկարծ գործատուն պարզապես իմանում է, որ աշխատակիցը հանրապետությունում չէ, բայց ինքը ներկա է համացանցում իր վերահսկման գործիքակազմերով վերահսկում է, բայց ուղղակի պարզում է, որ հանրապետությունում չէ։ Այդ դեպքում դա խախտում է դիտարկվելու, թե ոչ։ Արդեն անդրադառնում ենք էթիկայի նորմերին, չեմ կարծում, որ էթիկապես ճիշտ է գործատուին տեղյակ չպահել, որ գտնվում է հանրապետությունից դուրս։ Կարծում եմ բոլոր կազմակերպությունների ներքին կարգապահական կանոններում նաև նշում են սրա մասին, թե որքանով գործատուն պիտի տեղյակ լինի աշխատակցի տեղաշարժի մասին, գուցե իրենք փոխադարձ համաձայնել են, որ հետաքրքիր չի, թե դուք որտեղից եք իրականացնում ձեր աշխատանքը, մեզ կարևոր է, որ այս ժամերին դուք լինեք համացանցում եւ ձեր աշխատանքը լիովին իրականացնենք եւ հակառակը գուցե գործատուն պահանջ է սահմանել ներքին կարգապահական կանոններում, որ եթե դուք չեք գտնվելու Երևան քաղաքում օրինակ, եթե կազմակերպությունը գտնվում է Երևան քաղաքում եւ հասանելի չեք լինելու հանդիպումներին, եթե մենք ձեզ հրավիրենք, ասենք մոտակա կես ժամվա ընթացքում, ապա պիտի նախորոք զգուշացնենք, որտեղ ցանկացած դեպքում գործատուն օրինակ կարող է հրավիրել արտակարգ ժողով, հանդիպում, քննարկում եւ աշխատակիցներին հրավիրի գրասենյակ։ Այս դեպքում աշխատակիցը կհայտնվի անհարմար իրավիճակում, պիտի արդեն հետո զգուշացնի գործատուին, որ գիտեք, ես երկրում չեմ կամ քաղաքում չեմ, կամ չեմ կարող մոտենալ գրասենյակ։ Այս ընթացքում ինչ առանձնահատկություններ, ինչ արդյունքներ է գրանցվել օրենքի կիրառության դեպքում հեռավար աշխատանքի ոլորտը կարգավորող այդ դրույթների կիրառման դեպքում կան ինչ որ առանձնահատկություններ, որ արձանագրել եք այս ընթացքում եւ հետագայում հաշվի կառնեք։ Շատ ուրախ եմ, որ այս հարցը տվեցիք, որովհետև իրականում արձագանքները շատ դրական են։ Այս ճկունությունը կազմակերպությունները դարձրել է ավելի ընտանիքամետ, եթե ունեն ընտանիքում խնամքի կարիք ունեցող անձ, այդ աշխատակիցները հատկապես մոտիվացված են հեռավար աշխատանքի հնարավորությամբ, որ կարող են, եթե շատ անհրաժեշտ է, տնից իրականացնել աշխատանքը եւ չմոտենալ աշխատանքի հիմնական վայր, նաեւ որոշ ոլորտներ կան, որ լիովին անցել են հեռավար աշխատանքի, օրինակ ֆինանսական, արդեն նշեցի ֆինանսական ծառայություններ մատուցողները եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այս դեպքում կազմակերպությունը մեծ ֆինանսական միջոցներ է խնայում եւ չի վարձում կամ գնում մեծ գրասենյակային տարածքներ, սա նպաստում է նաև նրան, որ տնից դուրս գալու անհրաժեշտություն չեն ունենում աշխատակիցները, հատկապես այն ժամերին, որ մենք ունենք խցանումներ Երևան քաղաքի փողոցներում։ Այս ճկունությունը շատ դրական արձագանք է ունեցել եւ գործատուների կողմից եւ աշխատակիցների կողմից։ Դեռ ոչ մի խնդիր չի արձանագրվել, որը հետագայում ինչ որ կատարելագործման անհրաժեշտություն կառաջացնի։ Իրականում չենք արձանագրել հենց կոնկրետ հեռավար աշխատանքի հետ կապված որևէ խնդիր, նաև պետական մարմիններն են արդեն իրենց ներքին կարգապահական կանոններում եւ աշխատանքային պայմանագրերում ներառում այսպիսի դրույթ, նաև մոտիվացնելով իրենց աշխատակիցներին եւ շատ դեպքերում աշխատանքը, քանի որ պետական մարմիններում եւս ցանցային գործիք կա աշխատանքը իրականացնելու եւ դա կարող է ծառայել նաեւ որպես վերահսկողություն, աշխատակիցներ հնարավորություն ունեն որոշակի օրեր աշխատել տնից եւ դա լիովին նորմալ է եւ թույլատրելի։
Շնորհակալություն Տիկին Քոչարյան հարցազրույցի մեր հրավերն ընդունելու եւ հանգամանալից թեման ներկայացնելու համար, մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Հուսով եմ թեմային դեռ անդրադառնալու կարիք կունենանք, քանի որ ոլորտը կարծես նոր զարգացող է եւ հետագայում իրեն դեռևս ընդարձակման տեղեր ունի, որը նաեւ նորանոր նորությունների կամ ինչ որ հետաքրքիր ցուցանիշների ու արդյունքների մասին խոսելու տեղ կտա։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հեռավար աշխատանքի թեմայի շուրջ զրուցեցինք Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի հետ։ Կհանդիպենք։